Վրաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան։ Ինչ են անում Հայաստանի հարևանները, ինչ է կատարվում այդ երկրներում։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ընդունել է աշխատանքային այցով Վրաստանում գտնվող աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերությունը, ինչպես նաև աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Ընդգծվել է զբաղվածության խթանման, սոցիալական աջակցության համակարգերի կատարելագործման, սոցիալական ծառայությունների որակի բարձրացմանն ուղղված ծրագրերի կարևորությունը։ Նախարար Թորոսյանը բարձր է գնահատել Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերությունը, ընդգծելով դրա շարունակական խորացման անհրաժեշտությունը։ Արսեն Թորոսյանը Թբիլիսիում հանդիպում է ունեցել նաև Վրաստանի օկուպացված տարածքներից տեղահանված անձանց, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարար Միխայիլ Սրջվելաձեի հետ։ Վերջինս առաջարկել է դիտարկել աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում Հայաստան-Վրաստան համատեղ առաջին համաժողովի կազմակերպման հնարավորությունը։ Նախարար Թորոսյանը ողջունել է գործընկերոջ առաջարկը, պատրաստակամություն հայտնելով ֆորումը հյուրընկալել Հայաստանում։ Միացյալ Թագավորության, Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և Անդրսովյան տարածքների հարցերով պետնախարար Ստեֆան Դոութին հայտարարել է Լոնդոնն ակնկալում է, որ Վրաստանը կկատարի քիմիական զենքի արգելման կոնվենցիայով ստանձնած պարտավորությունները։ Դա անհրաժեշտ է 2024 թվականի վերջին Թբիլիսիում ցուցարարների դեմ թունավոր քիմիական նյութերի հնարավոր կիրառման պատշաճ հետաքննության համատեքստում նշել է պաշտոնյան։ Ավելի վաղ BBC-ն հրապարակել էր հետաքննություն, ըստ որի Վրաստանի իշխանությունները 2024 թվականին Թբիլիսիում հակակառավարական ցույցերը ցրելու համար օգտագործել են արգելված քիմիական նյութ՝ բրոմբենզիլցիանիդ։ Իշխող Վրացական երազանք կուսակցությունը և ներքին գործերի նախարարությունը հերքել են քիմիական նյութերի օգտագործումը ցուցարարների դեմ։ Անդրադառնալով հարցի շահարկմանը, Վրաստանի նախագահ Միխայիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ Թբիլիսիին պատժում են դրսից տրված առաջադրանքները չկատարելու համար։ Նրա խոսքով նման հրապարակումները բացասական ֆոն են ստեղծում և նպատակաուղղված ապատեղեկատվական արշավ են։ 2026 թվականի հունվարի 1-ից Վրաստանում կներդրվի պարտադիր բժշկական ապահովագրության պահանջ օտարերկրացիների համար, որոնք ցանկանում են մուտք գործել երկիր։ Ապահովագրության բացակայությունը կհամարվի օրենքի խախտում, որի համար նախատեսված է 300 լարիի չափով տուգանք, իսկ առանձին դեպքերում կմերժվի օտարերկրյա քաղաքացու մուտքը Վրաստան։ Ապահովագրությունը պետք է ծածկի առնվազն $5,000 արժողությամբ շտապ ամբուլատոր ծառայությունները և $30,000 արժողությամբ ստացիոնար բուժումը, ներառյալ դժբախտ պատահարները, հանկարծակի հիվանդությունները և բժշկական տարհանումը։ Ապահովագրությունը պետք է գործի երկրի սահմանը հատելու պահից և տարածվի Վրաստանում գտնվող ողջ ժամանակահատվածի համար։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Դոլմաբահչեում ընդունել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին։ Բանակցությունների արդյունքներով կայացած համատեղ մամուլի ասուլիսում կողմերը հայտարարել են, որ հանձնառու են հարաբերությունների հետագա զարգացմանը։ Առաջնորդները քննարկել են Եվրոպայում անվտանգության հարցերը, այդ թվում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության շուրջ գործընթացը, ինչպես նաև պաշտպանական արդյունաբերության ոլորտում փոխգործակցության ընդլայնումը։ Էրդողանն ընդգծել է Հունգարիայի ներդրումը թուրքական աշխարհի զարգացման գործում և շնորհակալություն է հայտնել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության նպատակին աջակցելու համար։ Թուրքիայի ղեկավարը նշել է, որ երկրները մոտ են $6 միլիարդ առևտրի ծավալին և պայմանավորվել են այն հասցնել $10 միլիարդ։ Վիկտոր Օրբանն էլ նշել է, որ Բուդապեշտը հարգանքով է վերաբերվում Ուկրաինայում խաղաղությանն ուղղված Էրդողանի ջանքերին։ Հունգարիայի վարչապետի խոսքով նա այդ հարցում միակ հաջող միջնորդն է։ Օրբանը տեղեկացրել է պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ թուրքական կողմը կապահովի այն երթուղին, որով Հունգարիան կարող է գազ ստանալ Ռուսաստանից։ 2025 թվականին Բուդապեշտն արդեն թուրքական հոսք գազատարով ստացել է 7.5 միլիարդ խորանարդ մետր գազ։ Բանակցություններից հետո Թուրքիայի և Հունգարիայի միջև ստորագրվել է տարբեր ոլորտներում համագործակցության 16 համաձայնագիր։
Թուրքիան կշարունակի աջակցել Սիրիայի կայունությանն ու ամբողջականությանը, հայտարարել է Ռեջեփ Էրդողանը Սիրիայի հեղափոխության օրվան նվիրված իր ուղերձում։ Թուրքիայի նախագահի խոսքով Անկարան բավարարված է վերջին 1 տարվա ընթացքում Սիրիայի ժողովրդի արձանագրած առաջընթացով, չնայած բոլոր տեսակի խոչընդոտներին, սաբոտաժի փորձերին եւ սադրանքներին։ Միևնույն ժամանակ արդեն մի քանի օր է լրատվամիջոցները գրում են, որ թուրքական զինված ուժերը մուտք են գործել Սիրիայի տարածք։ Սոցցանցերում տարածվում են տեսանյութեր Աֆրինից, Ռասուլայնից եւ Հալեպից։ Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը հայտարարել էր, որ Սիրիայի դեմոկրատական ուժերը երկրի պետական կառույցներին ինտեգրվելու իրական ցանկություն չեն ցուցաբերում։ Reuters գործակալության տվյալով Թուրքիան նրան ժամանակ է տվել մինչև տարեվերջ։ Իրանը մտադիր է ամրապնդել կապերը Ադրբեջանի հետ բոլոր ոլորտներում, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարը Բաքվում ադրբեջանցի իր գործընկերոջ հետ հանդիպումից հետո։ Աբբաս Արաղչիի խոսքով երկու պետությունների դիրքորոշումները հաճախ համընկնում են, սակայն կան նաև տարաձայնություններ, կողմերը գնում են երկխոսության միջոցով առկա հարցերը կարգավորելու ճանապարհով։ Արաղչին նաև հայտարարել է, որ Իրանն աջակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։ Նրա խոսքով այդ հարցը եւս եղել է Բայրամովի հետ քննարկման օրակարգում։ Իրանի արտգործնախարարն անդրադարձել է նաև 3 գումարած 3 ձևաչափին, նշել այն վերաբերում է ոչ միայն Հայաստանին ու Ադրբեջանին, այլև ողջ տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը։ Մենք միշտ աջակցել ենք այդ մեխանիզմին։ Ուրախ ենք, որ երկու երկրի հարաբերությունները լավ ուղու վրա են։ Մենք ողջունում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը։ Պայմանավորվել ենք նաև եռակողմ հանդիպումներ անցկացնել տարածաշրջանի երկրների հետ, ինչը կհանգեցնի խաղաղության եւ կայունության ամրապնդմանը։ Արաղչին խոսել է նաև հյուսիս-հարավ միջանցքի մասին, նշել այդ նախագիծը հաջողությամբ զարգանում է։ Իրանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջև արդյունավետ համագործակցություն է հաստատվել։ Աբբաս Արաղչիի գլխավորած պատվիրակությանն ընդունել է նաև Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը։ Հանդիպման ընթացքում կողմերը դրական են գնահատել տարբեր ուղղություններով միջպետական հարաբերությունների զարգացումը, գոհունակություն հայտնելով երկկողմ քաղաքական երկխոսության դինամիկայի կապակցությամբ։ Քննարկվել են համագործակցության արդիական հարցեր, ինչպես նաև առևտրատնտեսական, տրանսպորտային, էներգետիկ, ջրային տնտեսության, հումանիտար եւ այլ ոլորտներում կապերի զարգացման հեռանկարները։ Հատուկ ուշադրություն է դարձվել Իրանի ու Ադրբեջանի տարածքներով անցնող միջազգային տրանսպորտային տարանցիկ միջանցքների զարգացման հարցերին, ներառյալ տարածաշրջանի տարանցիկ ներուժի ընդլայնման ուղղված համատեղ նախագծերի իրականացումը։ Բրատիսլավայում տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը Սլովակիայի նախագահ Պետեր Պելեգրինիի հետ։ Վերջինս շնորհավորել է Ալիևին Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման գործում պատմական ձեռքբերման կապակցությամբ։ Նրա խոսքով Սլովակիան Ադրբեջանը համարում է Հարավային Կովկասում ռազմավարական նշանակություն ունեցող գործընկեր, ինչը պայմանավորված է երկրի աշխարհագրական դիրքով եւ հարուստ էներգետիկ ռեսուրսներով։ Հիշեցնելով նախորդ տարի ստորագրված ռազմավարական գործընկերության հռչակագրի մասին, Պելեգրինին ընդգծել է, որ երկրները նախատեսում են խորացնել համագործակցությունը պաշտպանական արդյունաբերության ոլորտում։ Նախագահի խոսքով Ադրբեջանը կարող է առաջատար դեր խաղալ Սլովակիայի էներգետիկ ոլորտի դիվերսիֆիկացման օրակարգում։ Ալիևն էլ նշել է, որ Ադրբեջանը կարող է ապահովել Սլովակիային անհրաժեշտ ցանկացած ծավալի էներգառեսուրսներով։ Պետք է նշեմ նաև, որ մեր հարուստ գազային հանքավայրերն այսօր թույլ են տալիս բնական գազ արտահանել աշխարհի շատ երկրներ։ Ադրբեջանական գազ ձեռք բերող երկրների թիվը հասել է 14-ի։ Մենք զբաղեցնում ենք առաջին տեղը որպես խողովակաշարերով գազ արտահանող երկիր։ Նոր գազային հանքավայրերի մշակման արդյունքում կստացվեն լրացուցիչ ռեսուրսներ եւ իհարկե հնարավորություն կստեղծվի ադրբեջանական գազի ավելի մեծ ծավալներ մատակարարել ինչպես Սլովակիային, այնպես էլ նրա հարևան երկրներին։ Անդրադառնալով տարածաշրջանին, Ալիևը նշել է, որ Ադրբեջանն այլևս մտադիր չէ պատերազմել, պատերազմներն արդեն անցյալում են։ Միևնույն ժամանակ նրա խոսքով Ադրբեջանն այսօր մեծ ներդրումներ է կատարում ենթակառուցվածքների, հաղորդակցությունների, տրանսպորտային ոլորտի զարգացման գործում, ինչը թույլ է տալիս Ադրբեջանին դառնալ արևելք-արևմուտք տրանսպորտային միջանցքի կարևոր մասը եւ ակտիվորեն մասնակցել միջին միջանցք նախագծին։ Ալիևի խոսքով Կենտրոնական Ասիան Եվրոպային կապող ամենահուսալի եւ անվտանգ երթուղին անցնում է Ադրբեջանի տարածքով։
Ադրբեջանն ու Իրանը մշակում են համագործակցության ճանապարհային քարտեզ եւ մոտ ապագայում կհայտարարեն նոր նախագծերի մասին, հայտնել է Ջեյհուն Բայրամովը Իրանի արտգործնախարարի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում։ Ադրբեջանի արտգործնախարարի խոսքով 2024 թվականին երկու երկրի ապրանքաշրջանառությունը կազմել է $650 միլիոն, իսկ այս տարվա 10 ամիսների ընթացքում $520 միլիոն։ Բայրամովը տեղեկացրել է, որ քննարկվել են այդ ծավալի մեծացմանն ուղղված քայլերը։ Լիվանագետի խոսքով Բաքուն շահագրգռված է, որ Թեհրանի հետ հարաբերությունները լինեն բարեկամական։ Բայրամովը նաև Աբբաս Արաղչիին մանրամասներ է ներկայացրել Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների վերաբերյալ։ Նրա խոսքով Բաքուն առաջարկել է 3 գումարած 3 տարածաշրջանային ձևաչափի հերթական հանդիպումն անցկացնել նախ Ադրբեջանում, ապա Հայաստանում։ Այսօր տարածաշրջանային իրավիճակը զգալիորեն փոխվել է եւ Ադրբեջանի ու Հայաստանի պատվիրակություններն արդեն մասնակցում են միմյանց տարածքներում հանդիպումներին։ Ներկա իրավիճակում հիմք չեմ տեսնում Երևանի կողմից այդ առաջարկից հրաժարվելու համար։ Բայրամովի հայտարարությանն արձագանքել է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը։ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը տեղեկացրել է, որ ընդհանուր ընկալմամբ 3 գումարած 3 հարթակի նախարարական հերթական հանդիպումը պետք է անցկացվի Երևանում կամ Բաքվում։ Փոխադարձաբար ընդունելի լուծում գտնելու ուղղությամբ քննարկումները կշարունակվեն։ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի գերագույն շտաբի պետի տեղակալ Յուսուֆ Քարագյուլեի գլխավորած պատվիրակության հետ։ Մտքեր են փոխանակվել Ադրբեջանի եւ ՆԱՏՕ-ի միջև ռազմական եւ ռազմակրթական ոլորտներում համագործակցության ներկայիս վիճակի եւ զարգացման հեռանկարների շուրջ, քննարկվել են հետագա անելիքները։ Հասանովն ընդգծել է, որ Ադրբեջանը կարևորում է դաշինքի հետ համագործակցությունը։ Նախարարի խոսքով Ադրբեջանի ու ՆԱՏՕ-ի հարաբերություններն արժեքավոր ներդրում ունեն պրոֆեսիոնալ զինվորական կադրերի զարգացման գործում։ Քարագյուլեն բարձր է գնահատել Ադրբեջանի եւ ՆԱՏՕ-ի միջև համագործակցության ընդլայնումը, ինչպես նաեւ Բաքվի մասնակցությունը դաշինքի կողմից իրականացվող գործողություններին։ Ադրբեջանի եւ Ուզբեկստանի նավթագազային ընկերությունները պատրաստվում են երկրաբանական հետախուզման Ուզբեկստանի Ուստ-Յուրթ սարահարթի տարածքում։ Սոկարը եւ Ուզբեկ նեֆթեգազը համաձայնագիր են ստորագրել հետագայում դրանից արդյունահանված ածխաջրածինները բաժանելու վերաբերյալ։ Ուստ-Յուրթը գտնվում է Կենտրոնական Ասիայի արևմուտքում եւ բաժանված է Ղազախստանի, Թուրքմենստանի եւ Ուզբեկստանի միջև։ Հանքավայրի պաշարները գնահատվում են 100 միլիոն տոննա նավթ եւ 35 միլիարդ խորանարդ մետր գազ։ Նախատեսվում է տարեկան 5 միլիոն տոննա նավթ արդյունահանել, որը 2.5 անգամ ավելի շատ է Ուզբեկստանի ներկրման ծավալներից։ Վարդուհի Հարությունյան, հարևաններ։